Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան ստորագրել են ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը, որի շուրջ բանակցել էին մի քանի ամիս։ Ամերիկյան կողմից այն ստորագրել է ֆինանսների, իսկ ուկրաինական կողմից էկոնոմիկայի նախարարը։ Համաձայնագիրը ցույց է տալիս Ուկրաինայում երկարատև խաղաղության եւ բարգավաճման հարցում կողմերի ստանձնած հանձնառությունը, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Սքոթ Բեսենթը նաեւ նշել է, ժամանակն է, որ այս դաժան ու անիմաստ պատերազմը դադարեցվի։ Today's agreement signals clearly to Russian leadership. Համաձայնագիրը հստակ ազդարարում է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը հիմնված է երկարաժամկետ հեռանկարում ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինայի ստեղծման վրա։ Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամ, որին կփոխանցվի օգտակար հանածոների, այդ թվում գազի եւ նավթի արդյունահանման միայն նոր նախագծերից ստացված եկամտի 50%-ը։ Այդ գումարները 10 տարի կուղղվեն Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը։ Հիմնադրամը կողմերը կկառավարեն հավասար իրավունքներով։ Ուկրաինան կորոշի, թե որտեղ եւ ինչ արդյունահանել, սակայն նոր գործարքներ կնքելու հարցում ԱՄՆ-ն արտոնություններ կունենա։ Փաստաթղթում որևէ նշում չկա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին, ինչին ձգտում էին Ուկրաինան եւ Եվրոպան։ Գործարքի ստորագրումից առաջ ԱՄՆ տրամադրած ռազմական օգնության մասին եւս չի հիշատակվում։ Փաստացի այն չի համարվում պարկ, ինչը սկզբունքային էր Կիևի համար։ ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնությունն Ուկրաինային եւ գործարքի ստորագրումից հետո տրված օգնությունը կհամարվի ամերիկյան կողմի ներդրումը հիմնադրամում։ Գործարքը չի խոչընդոտի Եվրոպական միությանն անդամակցելու Կիևի ձգտումներին։ Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել գործարքին։ Այս ֆոնին Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է, որ Վաշինգտոնը ներկայացրել է կարգավորման 22 պայման, որոնց Կիևը համաձայնել է։ Fox News-ի հետ զրույցում Քիթ Քելոգը նշել է, Կիևը մասամբ համաձայնել է նաև Ռուսաստանի տարածքային պահանջներին։ Ուկրաինացիները պատրաստ են զիջել այն տարածքը, որը Ռուսաստանը փաստացի գրավել է, չնայած չեն պատրաստվում դե յուրե ընդմիշտ ճանաչել դրանք։ Նրանք հասկանում են, որ եթե հրադադար հաստատվի, կողմերից յուրաքանչյուրը կմնա իր զբաղեցրած դիրքերում։ Կանադայի վարչապետն իր հերթին Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ուկրաինան ապացուցել է, որ հանձնառու է խաղաղություն հաստատելուն։ Ռուսաստանը եւս պետք է հետևի Ուկրաինայի օրինակին, սոցցանցում գրել է Մարկ Քարնին։ Այս պատերազմը պետք է ավարտվի եւ Կանադան կշարունակի ջանքերը մեր դաշնակիցների հետ Ուկրաինայի համար ազատություն, խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար։ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Մարկ Քարնիի հետ խոսել են նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Կանադան կիսում է Ուկրաինայի տեսակետը, Ռուսաստանը օր առաջ պետք է դադարեցնի կրակը եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Մենք պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հարձակումները եւ վերջ տա այս պատերազմին։ Այս ընթացքում իրավիճակը ռազմաճակատում մնում է լարված։ Ռուսական զինուժը շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը Օդեսայի վրա։ Կա 2 զոհ, 5 վիրավոր, վնասվել են տներ։ Ռուսական կողմն իր հերթին հաղորդել է ուկրաինական անօդաչուների հարձակման մասին Վորոնեժի, Վլադիմիրի եւ Բելգորոդի շրջաններում։ Չնայած նախորդին գլխավոր շտաբի պետի հակառակ պնդմանը, Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ ուկրաինական զորքը դեռ մնում է Կուրսկի շրջանում։